մի կարևոր բան ասեմ։ Քո գլխում անցնող ամեն մի միտք քոնը չէ։ Եթե սա չհասկանաս, ամբողջ կյանքում կկռվես այնպիսի պատերազմների մեջ, որոնց մեջ Աստված քեզ երբեք չի կանչել։ Որովհետև շատ մարդիկ կարծում են, որ եթե միտքը իմ գլխում է, ուրեմն դա իմն է, բայց դա միշտ չէ, որ այդպես է։ Որոշ մտքեր ծնվում են քո ցավից, որոշները քո փորձառությունից, որոշները քո վերքերից, իսկ որոշները պարզապես ներմուծված են որպես ազդեցություն, որպես սուտ, որպես հարձակում։ Դու ուզում ես առաջ գնալ, ուզում ես աղոթել, ուզում ես փոխվել, ուզում ես մի նոր քայլ անել, եւ հենց այդ պահին մի ձայն ներսումդ ասում է. դու չես կարող, դու պատրաստ չես, քո մոտ չի ստացվի։ Այդ դու կտեսնես, որ դու միշտ ձախողում ես, արդեն ուշ է ինչ-որ մի բան սկսել, կամ Աստված քեզ չի սիրում, դու բավականաչափ լավը չես։ Ծանոթ մտքեր են, ունեցել եք նման մտքեր, կարող եք մեկնաբանության պատոհանում գրել նաև դուք ինչ մտքեր եք ունեցել եւ դրանով նաև լույս գցենք այդ մտքերի վրա, որովհետեւ նման խավար մտքերը չեն սիրում լույսը։ Ամենավտանգավորն այն է, որ այդ ձայնը հաճախ հնչում է այնպես, կարծես դա քո ձայնն է, կարծես դու ես ինքդ քեզ հետ խոսում։ Բայց այսօր ուզում եմ քեզ մի կարևոր ճշմարտություն ասել։ Քո գլխում հնչող ամեն ձայն քո ինքնությունը չէ։ Շատ դեպքերում դա ազդեցություն է, ներշնչված սուտ է, երկար տարիներ կրկնված սխալ ներքին խոսույթ է, որին դու սովորել ես հավատալ։ Եվ ահա այստեղ է խնդիրը։ Շատերը փորձում են պայքարել բացասական մտքերի դեմ, բայց սխալ կերպով։ Դուք էլ կարող եք ձեր փորձառությունից կիսվել, թե ինչպես եք պայքարել բացասական մտքերի դեմ, բայց շատերը լուր դիմանում կամ դիմադրում են։ Նրանք փորձում են պարզապես անտեսել այդ մտքերը։ Նրանք մտքի դեմ նոր միտք են փորձում բերել եւ փոխարինել։ Շատերը հոգնում են, աղոթում են, նորից ընկնում են, հետո ասում են, դե երևի այդպիսին եմ ես, երևի այդպես պետք է լինի, կամ էլ մտածում են, որ ինքն իրենցով այդ մտքերը կանցնեն, եթե անտեսեն։ Այսինքն հաշտվում են եւ համակերպվում են։ Սա ամենացավալին է։ Իսկ ինչ, եթե այդ ամենը սուտ է։ Գուցե դու այդպիսին չես։ Գուցե դու պարզապես երկար ժամանակ հավատացել ես մի բանի, որը ճշմարտություն չի եղել, սուտ է եղել։ Այսօր ուզում եմ ցույց տալ քեզ, թե Հիսուսն ինչպես հաղթեց մտքի վրա եկող հարձակմանը եւ ինչու նրա մեթոդը մինչև հիմա ամենահզոր պատասխանն է բացասական մտքերին։ Աստվածաշունչն ասում է, որ Տեր Հիսուսը փորձվեց մարդկային ամեն տեսակ փորձություններով որպես մարդ, որպեսզի մեզ օգնի դուրս գալ այդ վիճակներից։ Հետևաբար Հիսուսի մեթոդները փորձված մեթոդներ են։ Իսկ նախքան շարունակելը մի կարևոր խնդրանք։ Եթե նման նյութերը քեզ համար օգտակար են, ապա ուզում եմ հորդորել քեզ սեղմել լայքի նշանը, բաժանորդագրվել այս ալիքին եւ քո մեկնաբանությամբ ակտիվ լինել։ Նման պարզ գործողություններով դու պարզապես կխթանես, որ այս տեսակի նյութերը շատ ավելի մեծ լսարանի համար հասանելի լինեն։ Դու պարտավոր չես դա անել, բայց եթե անես, ես շնորհակալ կլինեմ։ Ավետարանում տեսնում ենք, որ երբ Հիսուսն անապատում էր, քաղցած էր, թուլացած, մարդկայնորեն խոցելի վիճակում էր գտնվում։ Եվ հենց այդ ժամանակ թշնամին մոտեցավ նրան։ Ուշադրություն դարձրու, հարձակումը նախ եղավ ոչ թե ֆիզիկական, այլ խոսքի տեսքով, առաջարկի տեսքով, հուշման տեսքով, կասկածի տեսքով, վերջ-վերջո մտքի տեսքով։ Եվ խոսքը հետևյալն էր. եթե Աստծո որդի ես։ Սա պարզապես խոսք չէր, սա հարձակում էր ինքնության վրա։ Այս խոսքը սկսում էր մի պարզ եթեյով,
որը կասկածի տակ էր դնում Հիսուսի ինքնությունը։ Թշնամին միշտ առաջին հերթին հարվածում է ոչ թե քո գործին, այլ քո ինքնությանը։ Որովհետև եթե նա կարողանա կասկածի տակ դնել, թե ով ես դու, հետո շատ հեշտ կկառավարի, թե ինչպես ապրես դու։ Ուշադիր նայիր Հիսուսին։ Ինչ արեց նա։ Նա չսկսեց վիճել, նա չսկսեց փաստարկներ բերել, որով կարդարացներ իրեն, չասաց մի րոպե հեսա ամեն բան կբացատրեմ, չմտավ երկար ներքին բանավեճի մեջ։ Ավելին ասեմ, Եդեմական պարտեզում մենք տեսնում ենք, երբ որ մարդը մտավ սատանայի հետ երկխոսության մեջ, նա տանուլ տվեց այդ պատերազմը։ Ուրեմն մենք կանչված չենք անընդհատ մեր մտքի մեջ երկխոսենք թշնամու հետ։ Տեր Հիսուսը չմտավ ներքին բանավեճի մեջ, չարդարացավ, չսկսեց հոգեբանական ինքնապաշտպանություն կիրառել եւ ամենակարևորը նաեւ չլռեց։ Նա պատասխանեց մի պարզ, բայց աներևակայելի զորավոր ձևով։ Ինչ ասաց նա, շատ հստակ, շատ կոնկրետ եւ շատ հակիրճ։ Նա ասաց գրված է, ու նորից գրված է, եւ դարձյալ ասաց գրված է։ Սա պատահական չէր, սա մեթոդ էր, սա ռազմավարություն էր, սա երկնային օրինակ էր, թե ինչ անել, երբ միտքը դառնում է պատերազմի դաշտ։ Իսկ որտեղ էր այդ ամենը գրված? Աստծո խոսքում։ Այսինքն Աստծո խոսքը միակ հեղինակավոր աղբյուրն է, որով փաստվում է մեր ինքնությունը։ Սա փաստաթուղթ է, որով ապացուցվում է, թե ով ենք մենք։ Հիսուսը մեզ ցույց տվեց, որ բացասական կամ սուտ մտքերը չեն հաղթահարվում միայն լուռ տոկալով։ Դրանց հաղթում են ճշմարտությունը հստակ, գիտակցված եւ նպատակային հակադրելով։ Հիմա եկեք սա միացնենք նեյրոհոգեբանության հետ։ Մարդու ուղեղը ստեղծված է այնպես, որ կրկնությունը հետք է թողնում։ Այն ինչ դու անընդհատ մտածում ես, աստիճանաբար դառնում է սովորական ճանապարհ, նեյրոնային կապուղի քո ուղեղում, իսկ այդ կապուղու միջոցով ինֆորմացիա է փոխանցվում, տպավորություն է փոխանցվում, այն ինչ անընդհատ ասում ես քեզ, սկսում է ընկալվել որպես իրականություն։ Եթե երկար ժամանակ կրկնում ես, օրինակ, ես չեմ կարող, ես անարժան եմ, ես ոչինչ եմ, ուղեղդ այդ միտքը չի պահում որպես պարզապես նախադասություն։ Այն սկսում է այն մշակել որպես ներքին ծրագիր, որպես կոդ, եւ հետո այն դառնում է իրականություն։ Եթե անընդհատ վարժեցնում ես քեզ վախով, վախը դառնում է արագ արձագանք, վախը դառնում է նորմ քո կյանքում։ Եթե անընդհատ վերարտադրում ես ձախողման հիշողությունները, ուղեղդ սկսում է ապագան էլ նույն գույներով կարդալ։ Այ դրա համար այն մարդիկ, որոնք իրենց անցյալում ունեն ձախողված պատմություններ եւ անընդհատ վերարտադրում են, վերհիշում են, իրենց ապագան էլ դառնում է այդպիսին։ Եթե անընդհատ սնուցում ես քեզ ամոթով, մի օր ամոթն արդեն ոչ թե զգացում է լինում, այլ ինքնության սխալ ընկալում։ Եթե անդադար կրկնես սուտը, ուղեղը դա կընկալի որպես օբյեկտիվ իրականություն եւ ճշմարտություն, որովհետեւ մեր ուղեղը չի կարողանում ընկալել իրականությունը ըստ իրերի դրության։ Դրա համար են ասում, ինչից վախեցա գլխիս եկավ։ Այստեղ է պատճառը, որ բացասական միտքը վտանգավոր է ոչ միայն այն պատճառով, որ տհաճ է, այլ այն պատճառով, որ կրկնվելով այն կառուցում է ներքին ամրոցներ մեր մեջ, բերդեր, որտեղ կալանավորի կարգավիճակում քո միտքն է, հույզերը եւ խաղաղությունը։ Սկզբում դու պարզապես մտածում ես մի միտք։ Հետո այդ միտքը կրկնվում է, այսինքն դու անընդհատ շրջանառության մեջ ես դնում դա։ Հետո այն դառնում է ներքին մի զրույց, ինքդ քեզ հետ սկսում ես խոսել։
Հետո ներքին խոսքը, ներքին խոսույթը դառնում է համոզում։ Հետո համոզումը դառնում է վարքագիծ։ Եվ մի օր արդեն ոչ թե դու ես կառավարում միտքը, այլ միտքն է կառավարում քեզ։ Դա դառնում է քո իրականությունը եւ քո կյանքը։ Դրա համար երկրորդ Կորինթացիներին 10:5 համարում Պողոս առաքյալը գրում է. «Գերեվարեցեք ամեն մի միտք», այսինքն ամեն միտք, որ Աստծուց չէ, ամեն միտք, որ Քրիստոսի միտքը չէ, գերի բռնեք եւ հնազանդեցրեք Աստծուն։ Սա շատ խորը խոսք է։ Չի ասում ամեն մտքի հետ ընկերացիր, չի ասում ամեն մտքին վստահիր, չի ասում ամեն մտքի առաջ տանը դուռը բացիր։ Ասում է գերի վերցրու, ստուգիր, հարցաքննիր, կասկածիր եւ հնազանդեցրու այդ միտքը Քրիստոսին։ Այսինքն ամեն միտք չէ, որ պետք է ընդունվի։ Հենց մեր խնդիրն էլ դա է, որ երբ որ բացասական մտքերը գալիս են, մենք միանգամից բացվում ենք դրանց առաջ եւ ներս ենք հրավիրում, կարծես թե ջերմ հյուրընկալություն են ցուցաբերում այդ մտքերին, եւ դրանք լավը զգալով իրենց մեր ներսում սկսում են բազմանալ, ուրիշներին են ներս կանչում, դուռը ներսից բացում են ավելի վատ մտքերի համար։ Ամեն միտք չէ, որ արժանի է տեղ ունենալ քո ներսում։ Հիմա եկեք տեսնենք Հիսուսի մեթոդը, շատ պարզ եւ գործնական ձևով, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը հաղթեց բացասական մտքերին եւ ինչպես մենք կարող ենք դրանք կիրառելով մեր կյանքում գործնական ձևով հաղթել այդ մտքերին։ Առաջի մեթոդը հետեւյալն է. նախ բռնիր այդ միտքը։ Ինչպես ենք բռնում այդ միտքը։ Շատերը ինձ գրում են, այ որ Պողոս առաքյալն ասում է գերի բռնեք մտքերը, ինչպես են գերի բռնում դրանք։ Մարդկանց մեծ մասը պարտվում է ոչ թե այն պատճառով, որ շատ թույլ է, այլ այն պատճառով, որ ուշ է նկատում, թե ինչ է կատարվում իր մտքում։ Միտքը գալիս է եւ մարդը նույնիսկ չի բռնում այն, չի հասկանում, որ դա դրսից ներմուծված ինֆորմացիա էր։ Նա չի կարողանում զանազանել, որոնք են իր սեփական մտքերը եւ որոնք են դրսից ներմուծված մտքերը։ Եվ ոչ թե ինքն է բռնում այդ միտքը, միտքն է սկսում նրան բռնել։ Նա պարզապես թողնում է, որ այդ միտքը անցնի, ներս գա, նստի իր ներսում եւ հարմատ գցի։ Օրինակ մի միտք, որ կարող է քեզ համոզել եւ ասել. ես բավական լավը չեմ, կամ ինձ մոտ երբեք ոչինչ չի ստացվում։ Ես ձախողակի մեկն եմ, կամ մեկ ուրիշ միտք. ոչ ոք ինձ չի գնահատում։ Ունեցել ենք, չէ՞, նման մտքեր։ Կամ էլ մեկ ուրիշ միտք. ես միշտ նույն տեղում եմ մնում, այսինքն իմ կյանքում ոչ մի փոփոխություն, ոչ մի առաջընթաց չկա։ Եվ առաջին քայլը սա է։ Երբ որ այդ մտքերը գալիս են, նախ պետք է մի պահ դադար տաս։ Դադար տուր։ Մի թող որ միտքը քո ներսում աննկատ տեղավորվի։ Գա եւ վարձակալի քո միտքը, գա եւ հափշտակի քո ուշադրությունը, քո էներգիան, քո հույզերը։ Բռնիր այն, անվանիր այն, նայիր նրա աչքերի մեջ։ Ճիշտ նույն կերպ, երբ որ մեկը սահման է անցնում, ստուգում են նրա անձնագիրը, ստուգում են նրա ինքնությունը, ստուգում են, թե արդյոք նրա անձնագրի հետ ամեն բան նորմալ է, ստուգում են, թե արդյոք նրա անձնագիրը օրիգինալ է, թե կեղծ է։ Ապա ինչու չպետք է մենք ունենանք մեր սահմանային կետը։ Ինչու չպետք է ստուգենք, թե ով է ներս մտնում եւ ով է դուրս գալիս մեր ներսից։ Ուրեմն հարցրու քեզ, ինչ միտք է սա, որ հիմա փորձում է բնակվել իմ մեջ։ Շատ մարդիկ իրենց մտքի մեջ ապրում են պարզապես ավտոպիլոտի ռեժիմով։ Իսկ ազատությունը սկսվում է այն պահին, երբ դու սկսում ես տեսնել, թե ինչ է իրականում հնչում քո ներսում։ Ուրեմն քննիր, ստուգիր, կասկածի տակ դիր, բռնիր այդ միտքը։ Եվ դրանով դու կկարողանաս առաջին կարևոր գործն անել, ինչ որ ասում է Աստվածաշունչը։ Երկրորդ, քննիր այդ մտքի աղբյուրը,
Այսինքն, որտեղից է այն ծագում։ Ամեն միտք փաստ չէ։ Շատ մտքեր ընդամենը առաջարկներ են, տպավորություններ են։ Որոշ մտքեր գալիս են Աստծուց, որոշ մտքեր գալիս են սատանայից, որոշ մտքեր գալիս են մեր վերքերից, մեր վիրավորանքներից, որոշ մտքեր գալիս են մեր անցյալից, որոշ մտքեր պարզապես ուրիշների խոսքերն են, որոնք մենք կրկնում ենք մեր մեջ։ Որոշ մտքեր էլ բացահայտ սուտ են։ Ուրեմն մենք պետք է քննենք այդ մտքի աղբյուրը, որպեսզի հասկանանք որտեղից է այն բխում։ Դրա համար մտքին մի վերաբերվիր որպես անառարկելի ճշմարտություն կամ փաստ։ Վերաբերվիր որպես մի բանի, որը պետք է անպայման ստուգվի։ Օրինակ, հարցրու քեզ, այս միտքը արդյոք համաձայն է Աստծո խոսքին, թե հակառակ է Աստծո խոսքին։ Եթե միտքը քեզ տանում է հուսահատության, քո արժեքի ոչնչացման, վախի, անիմաստության, մեղադրանքի եւ Աստծուց հեռանալու ուղղությամբ, շատ հավանական է, որ դա ճշմարտություն չէ։ Հովհաննես ավետարան 8-րդ համարում հիշում եք Տեր Հիսուսն ասաց. կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ ազատ կանի։ Սա նշանակում է, որ այն, ինչ քեզ կապում է, խճճում է, ստրկացնում է, կոտրում է, շատ հաճախ հենց ճշմարտության բացակայության հետևանքն է։ Շատ մարդիկ ազատություն են ուզում, բայց չեն սիրում ճշմարտության հետ բնակվել։ Մինչդեռ առանց ճշմարտության դու չես կարող ճանաչել սուտը։ Հետևաբար կարիք ունենք առաջինը ճշմարտությունը ճանաչել, որն Աստծո խոսքն է, որից հետո սուտը կճանաչվի։ Իսկ եկեք համաձայնվենք, որ երբեմն սուտն ավելի քաղցր ու հաճելի է, քան ճշմարտությունը։ Սակայն նման ստերը մեզ կործանում են, իսկ երբեմն դառը ճշմարտությունը կարող է մեզ ազատել։ Երրորդ մեթոդը. փոխարինիր սուտը ճշմարտությամբ։ Սա է Հիսուսի մեթոդի սիրտը։ Նա սատանային չպատասխանեց իր զգացմունքներով, չասաց. ինձ թվում է, ես զգում եմ, իմ կարծիքով, նա մեջ բերեց գրված խոսքը Աստվածաշունչը։ Ինչու՞։ Որովհետև զգացմունքները կարող են տատանվել, փորձառությունները կարող են խաբել, տրամադրությունը կարող է փոխվել, բայց Աստծո խոսքը մնում է հաստատուն։ Եթե միտքն ասում է, ես կարևոր եւ արժեքավոր չեմ, պատասխանը պետք է լինի ոչ թե չէ, երևի մի բան կա իմ մեջ, այլ իմ արժեքը որոշվում է ոչ թե իմ տատանվող զգացումներով, այլ նրանով, որ ես Աստծո ստեղծագործությունն եմ։ Եթե միտքն ասում է, ես չեմ կարող, դու հակադրում ես Ֆիլիպեցիներին 4:13-ով, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Իհարկե, եթե Քրիստոսը քեզ մի բանում զորացնում է, դու հաստատ կարող ես դա անել։ Եթե միտքն ասում է, ես մենակ եմ, դու հակադրում ես, Տերը չի թողնի ինձ եւ չի լքի ինձ, համաձայն Եբրայեցիներին 13:5-ի։ Եթե միտքը ասում է, ես իմ անցյալն եմ, դու հակադրում ես, ըստ 2 Կորինթացիների 5:17-ի, եթե մեկը Քրիստոսի մեջ է, հները անցան, ամեն բան նոր է, նա նոր արարած է։ Այստեղ կարևոր մի բան կա։ Քեզ պետք չեն միանգամից 10 աստվածաշնչյան համարներ։ Երբեմն բավական է մեկ ճիշտ սուր խոսք ճիշտ պահին։ Եփեսացիներին 6:17-ում Աստծո խոսքը կոչվում է հոգու սուր։ Սուրը զենք է, ոչ թե դեկոր, ոչ թե թանգարանային նմուշ, որը զարդարում է ցուցասրահը։ Այսինքն խոսքը միայն կարդալու համար չէ, այն գործադրելու համար է։ Չորրորդ մեթոդը, որով կարող ես հաղթել բացասական մտքերին, ասա այն բարձրաձայն։ Ահա սա է այն կետը, որ շատերը բաց են թողնում։ Շատերը փորձում են մտքի մեջ հաղթել մտքին,
Բայց Հիսուսը այդպես չարեց։ Նա խոսեց, նա ասաց, գրված է։ Ինչու է սա կարևոր։ Որովհետև երբ դու բարձրաձայն ասում ես ճշմարտությունը, մի քանի բան է տեղի ունենում։ Նախ դու կտրում ես բացասական մտքի ավտոմատ ընթացքը։ Հետո դու դիրք ես գրավում։ Հետո դու այլևս պարզապես ներսումը տառապող մարդ չես, այլ ճշմարտություն հռչակող մարդ ես դառնում։ Եվ վերջապես քո ականջն էլ լսում է այն, ինչ դուրս է գալիս քո բերանից։ Առակաց 18:21-ում ասվում է, որ կյանքի եւ մահվան զորությունը լեզվի մեջ է։ Սա չափազանց կարևոր եւ լուրջ խոսք է։ Լեզուն պարզապես ձայն չէ, այն ուղղություն է տալիս։ Այն ձայնային կոդ է, որը ծրագրավորում է մեր ուղեղի աշխատանքը։ Այն ամրացնում է, այն կամ համաձայնության մեջ է մտնում ստի հետ, կամ կանգնում է ճշմարտության կողմը։ Եթե դու լուռ համաձայնվում ես ստի հետ, սուտը արմատ է գցում քո մեջ։ Եթե դու բարձրաձայն հակադրվում ես, արմատը կտրվում է։ Ահա թե ինչու պետք է երբեմն բացահայտ ասել. ոչ, ես սա չեմ ընդունում։ Սա ճշմարտություն չէ։ Ինչու՞։ Որովհետև այլ բան է գրված։ Ես չեմ ապրելու այս ստի համաձայն։ Թշնամուն պետք է քո համաձայնությունը, որպեսզի սուտը դառնա ամրոց, դառնա բերդ։ Բայց երբ դու մերժում ես համաձայնվել եւ փոխարենը հռչակում ես ճշմարտությունը, այդ կառուցվածքը սկսում է քանդվել։ Իսկապես սա մի հրաշալի խորհուրդ է եւ գաղտնիք է, որին պետք է մենք տիրապետենք։ Եվ 5-րդ մեթոդը, որով Հիսուսը հաղթեց մտքերին, եւ մենք էլ կարող ենք դա կիրառել մեր կյանքում, հետեւյալն է. կրկնիր ամեն օր, մինչև միտքդ նորոգվի։ Շատ մարդիկ փնտրում են մեկ հզոր աղոթք, մեկ ուժեղ քարոզ, մի զգացմունքային պահ եւ կարծում են, որ ամեն ինչ դրանով կփոխվի։ Բայց մտքի նորոգումը սովորաբար տեղի ունենում ոչ թե մի պայթյունով, այլ հետևողականությամբ։ Հռոմեացիներին 12-րդ համարում է, որ ասվում է. նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ։ Ուշադրություն դարձրու, որ սա ընթացք է, սա կարգապահություն է, սա ամենօրյա աշխատանք է, սա մեկ անգամյա գործողություն չէ։ Մեր տունը մեկ օրում չի նորոգվում։ Ովքեր որ տան վերանորոգմամբ են զբաղվել, լավ կհիշեն այդ տպավորությունները։ Այն շատ ուժ եւ միջոցներ է խլում, աղմուկ եւ փոշի է առաջացնում, բայց արդյունքը վայելուչ եւ գեղեցիկ է լինում։ Ճիշտ նույն կերպ էլ մենք պետք է նորոգենք մեր միտքը։ Սկզբից որոշ բաներ պետք է քանդենք, նախապաշարումներ, տրամադրվածություններ, ամրոցներ, որոնք թշնամին կառուցել է մեր մեջ, հետո պետք է շինենք Աստվածայինը։ Քո ուղեղը հետևում է այն բանին, ինչին դու անընդհատ ուշադրություն ես դարձնում։ Եթե դու ամեն օր կերակրում ես քեզ վախով, ապա վախը քո մեջ կմեծանա։ Եթե ամեն օր կերակրում ես քեզ համեմատությամբ, ամոթը եւ նախանձը քո մեջ կմեծանա։ Եթե ամեն օր կերակրում ես քեզ ճշմարտությամբ, ներքին կառուցվածքդ կսկսի փոխվել, քո ալգորիթմը կսկսի փոխվել, քո ներքին կոդերը կփոխվեն։ Սա է իրական փոխակերպումը։ Ոչ թե ինտենսիվություն, այլ հաստատուն կրկնություն։ Մենք սիրում ենք ինչ-որ մի հրաշագործ, մոգական միջոցներով փոփոխության հասնել, բայց իրականում Աստծո խոսքը մեզ քաջալերում է հավատարմորեն եւ հաստատակամորեն ամեն օր քայլ առ քայլ գնալ դեպի փոփոխություն։ Մի օր, երկու օր, 3 օր, 1 շաբաթ, 1 ամիս, եւ հետո մի պահ կտեսնես, որ նույն միտքը գալիս է, բայց արդեն նախկին իշխանությունը չունի։ Նույն հարցակումը գալիս է, բայց դու արդեն չես քայքայվում։ Նույն սուտը փորձում է խոսել, բայց քո ներսում արդեն պատրաստ պատասխան կա։ Ահա սա է ազատությունը։ Ոչ թե այն, որ երբեք այլևս բացասական միտք չի գա, այլ այն, որ երբ այն գա, դու արդեն գիտես, թե ինչպես պատասխանել։ Հիմա եկեք շատ պարզ ձևով ամփոփեմ։
Հիսուսի մեթոդը բացասական մտքերը հաղթելու համար սա է. առաջին, բռնիր միտքը, երկրորդ, քննիր միտքը, երրորդ, հակադրվիր Աստծո խոսքով, չորրորդ, ասա բարձրաձայն եւ հինգերորդ, կրկնիր ամեն օր։ Մենք Աստվածաշնչում շատ ենք տեսնում, որ Աստծո խոսքը մեզ քաջալերում է այն կրկնել ամեն օր։ Սա կրոնական բանաձև չէ, սա միտք, հոգի եւ խոսք ներգրավող հոգեվոր ռազմավարություն է։ Դու պարտավոր չես հավատալ ամեն ինչին, ինչ անցնում է գլխովդ։ Դու պարտավոր չես ընդունել ամեն ներշնչված մեղադրանք։ Դու պարտավոր չես կրել ամեն սուտ որպես քո ինքնության նկարագիր։ Գուցե տարիներ շարունակ ապրել ես այսպիսի մտքերի հետ, որ ես երբեք չեմ փոխվի։ Ինձ համար արդեն ուշ է։ Ես շատ եմ կոտրվել։ Աստված ինձ չի սիրում։ Գուցե Աստված մոռացել է իմ մասին։ Ոչ ոք ինձանով չի հետաքրքրվում։ Իմ կյանքը փակուղի է։ Բայց լսիր ինձ շատ հստակ։ Դու պարտավոր չես համաձայնվել այդ մտքերի հետ։ Մտքերը կգան, բայց դու դրանց պետք է ճանապարհ դնես։ Դու դրանց չպետք է ընդունես քո ներսում, տեղ տաս, հյուրասիրես եւ թույլ տաս, որ դրանք քո մեջ բազմանան եւ մի բան խրախճանք անեն քո նյարդերի հաշվին։ Հիսուսը ցույց տվեց ճանապարհը։ Իսկ այդ ճանապարհը լռությամբ չէ, այն пассивությամբ չէ, եւ ոչ էլ անverջ ներքին վեճերով, այլ շատ հստակ, հակիրճ եւ կտրուկ գրված է։ Եվ երբ մարդը սովորում է այսպես պատասխանել, մտածողության հին շղթաները սկսում են թուլանալ եւ քանդվել։ Եվ միտքդ արձակվում է այդ շղթաներից։ Միգուցե հենց հիմա քո կյանքում կա մի կոնկրետ միտք, որը քեզ տարիներով հետ է պահել։ Գուցե դա կապված է քո ծառայության հետ, գուցե ընտանիքի, գուցե անցյալի մեղքի, գուցե ինքնագնահատականի հետ, գուցե ապագայի վախի հետ է կապված։ Ես ուզում եմ, որ այսօր այդ մտքի վրա լույս գցես եւ հարցնես. հիմա սա ճշմարտություն է, թե սուտ է, որին ես շատ երկար հավատացել եմ։ Չէ՞ որ մեր վախերի, մեր մտքերի մոտ 80%-ը այդպես էլ չեն իրագործվում, ապա ինչու թույլ տան, որ դրանք ինձ ահաբեկեն։ Եվ հետո վերցրու Աստծո խոսքից մի ճշմարտություն այդ ստի դեմ եւ կիրառել։ Աստծո խոսքը սուր է, որը պետք է կիրառվի հենց նման պարագաներում, ստի դեմ։ Մի ճշմարտություն, մի սուր, մի պատասխան, եւ ամեն անգամ, երբ այդ միտքը գա, լուր մի տանջվիր, պատասխանիր, գրված է։ Ես չեմ ընդունում այդ սուտը, ես չեմ ապրելու այս խոսքի ներքո, ես չեմ համաձայնվելու այս ստին, ես չեմ համակերպվելու այդ մտքերի հետ, ես ընտրում եմ Աստծո ճշմարտությունը։ Մտքերի պատերազմն այն պատերազմներից է, որ մարդիկ հաճախ թաքցնում են, բայց հենց այնտեղ են որոշվում շատ ճակատագրեր։ Շատ պարտություններ սկսվել են գլխում, եւ շատ հաղթանակներ էլ սկսվել են հենց այստեղ։ Քո ազատությունը չի սկսվում այն ժամանակ, երբ բոլոր բացասական մտքերը դադարում են գալ։ Քո ազատությունը սկսվում է այն ժամանակ, երբ դու դադարում ես համաձայնվել դրանց հետ։ Հենց այստեղից է սկսվում քո ազատագրումը։ Հիսուսն արդեն ցույց է տվել ճանապարհը։ Հիմա ընտրությունը քոնն է։ Այսօրվանից դու կամ շարունակելու ես կրկնել այնինչ սուտ էր, այն ինչը ճշմարիտ չէ քո մասին, կամ սկսելու ես հռչակել այն, ինչ Աստված է ասում քո մասին, անգամ եթե քեզ համար դա աներևակայելի թվա։ Բայց Աստծո խոսքը անփոփոխ ճշմարտություն է, սուր է, զենք է, որը մենք ոչ թե պետք է դնենք մեր պահարանում կամ մեր մահճակալի կողքը, այլ պետք է կիրառենք։ Եվ հավատա,
Եթե կիրառես այս կետերը, դրանք կփոխեն ոչ միայն քո օրը, այլ քո ուղղությունը եւ հետեւաբար նաեւ քո կյանքը։ Սիրելի ընկեր, եթե այս նյութը քեզ համար օգտակար եղավ, ապա նորից ուզում եմ հիշեցնել, չմոռանաս սեղմել լայքի նշանը, բաժանորդագրվել այս ալիքին եւ քո մեկնաբանությամբ ակտիվ լինել։ Կարող ես սկսվել քո փորձառությամբ, կարող ես քո վկայությամբ հորդորել եւ քաջալերել ուրիշներին, որ ընթերցողը հասկանա, որ ինքը մենակ չէ այս պայքարի մեջ, այս պատերազմի մեջ։ Շնորհակալություն համագործակցության համար։ Իսկ հիմա աղոթենք։ Սիրելի երկնային Հայր, գալիս եմ քո առաջ քո որդի Հիսուս Քրիստոսի անունով։ Շնորհակալ եմ, որ դու ինձ մենակ չես թողնում այս պայքարների մեջ։ Շնորհակալ եմ, որ դու ինձ ճանաչել ես տալիս քո ճշմարտությունը, իսկ քո ճշմարտությունն էլ ինձ ազատ է արձակում ստից եւ կեղծիքից։ Ես հիմա գիտակցում եմ, որ տարիներ ապրել եմ ստի մեջ, համակերպվել եմ, համաձայնվել եմ, հաշտվել եմ։ Բայց այսօր իմ ձեռքն առնելով քո հոգու սուրը, որը քո խոսքն է, ես պատերազմ եմ հայտարարում բացասական մտքերին, թունավոր մտքերին, իմ ներսը հրդեհող մտքերին։ Եվ ես ընդունում եմ բոլոր այն ճշմարտությունները, որոնք գրված են իմ մասին այս գրքի մեջ։ Ես ապրում եմ ոչ թե երևութական մտքերով, ես շարժվում եմ ոչ թե դրսից ներմուծված սուտ մտքերով, այլ ապրում ու շարժվում եմ ըստ քո խոսքի եւ ըստ Քրիստոսի մտքի։ Շնորհակալություն, որ դու հիմա ինձ տալիս ես ազատություն, թեթևություն եւ հանգստություն, եւ այսօրվանից ես ընտրություն եմ կատարում հոգուտ քո ճշմարտության, հոգուտ Աստծո խոսքի։ Այսօրվանից որոշում եմ ապրել ազատ ստերից եւ ազատ կեղծիքներից։ Հակառակվում եմ այդ մտքերին Տեր Հիսուս Քրիստոսի անունով գրված խոսքով եւ ընդունում եմ քո ճշմարտությունները իմ կյանքում եւ իմ մասին։ Աղոթեցի Տեր Հիսուսի անունով։ Ամեն։